Բարև ձեզ հարգելի դիտալսողներ, հուսով եմ բոլորդ առողջ եք, լավ տրամադրության մեջ և ձեզ տրամադրել եք դիտալսելու Դանիել Վարուժան դասախոսության շարունակությունը։ Նրանք, ովքեր նոր են միացել մեզ, հիշեցնեմ, որ նախորդ մեր հանդիպմանը մեր այս հեռավար դասընթացին ես ներկայացրել եմ Դանիել Վարուժանի համառոտ կենսագրությունը, նրա ուսումնառության տարբեր միջավայրերում որպես բանաստեղծ ձևավորվելու պատմությունը, խոսել ենք նրա սարսուռներ գրքի մասին, նրա ստեղծման պատմությունն ենք ներկայացրել, այնուհետև բնութագրել ենք Ցեղին սիրտը գիրքը, աշխատելով կենտրոնանալ այն ուղենշային հիմնական ստեղծագործությունների վրա, որոնցով Վարուժանը Վարուժան է և առհասարակ մեր բանաստեղծական մտածողության բարձրագույն թռիչքներից մեկը։ Այսօր խոսելու ենք երկու գրքերի մասին։ Դրանցից մեկը հեթանոս երգեր գիրքն է, ժամանակին մեծ աղմուկ հանած, բուռն բանավեճեր հարուցած մի գիրք, որի շուրջ բանավեճերն այսօր էլ դեռևս շարունակվում են, աշխատելով պարզաբանել առաջներում թույլ տրված վրիպումները, անհասկացությունները և այս ուղղությամբ իսկապես էլ վարուժանագիտությունը կատարել է շատ կարևոր բացահայտումներ։ Ես նկատի ունեմ ոչ միայն հեթանոս երգեր գիրքը արժևորած սփյուռքահայ, արևմտահայ գրականագիտությունը, մասնավորապես Հակոբոսականին, այլև արևելահայ իրականության մեջ, հատկապես վերջին շրջանում Հրանտ Թամրազյանի, Վազգեն Գաբրելյանի, Ալբերտ Շարուրյանի, Հեկտոր Ռշտունու և ուրիշ վարուժանագետների աշխատությունները, որոնցից ես քաղում եմ սովորաբար իմ դասախոսությունների նյութը, որոնց պարտական եմ իմացության այն պաշարի համար, որ տարիներով, տասնամյակներով կուտակվել է և ես այսօր հաճույքով ներկայացնում եմ իմ սիրելի ուսանողներին։ Փաստորեն ես միջնորդ եմ ուսանողների և իմ ուսուցիչների միջև և այսօր շատ տեսակետներ, որ պիտի հնչեցնեմ, դրանք և իմ ուսուցիչների բանաձևումներն են, և տարիների ընթացքում իմ ուսումնասիրության արդյունքները, որոնք համադրելով ձեզ եմ ներկայացնում, սիրելի դիտալսողներ։ Դանիել Վարուժանը պոլսահայ իրականության մեջ, հատկապես 11-ից 12 թվականից սկսած, երբ տեղափոխվեց Պոլիս, դարձավ գրական կյանքի կենտրոնական դեմքերից և կազմակերպիչներից մեկը։ Դանիել Վարուժանը այդ շրջանում գլխավորում էր գրական մի ամբողջական շարժում, իսկապես մի հզոր շարժում, որը անվանվեց հեթանոսական։ Այդ չորիմացությունները կապված են հենց հեթանոսություն բառի հետ։ Ինչու հեթանոսական։ Չէ որ 301 թվականի 4-րդ դարի սկզբից
Հայաստանն ընդունել էր քրիստոնեությունը որպես պետական կրոն եւ հայությունը արդեն 1.5 հազարամյակ գուցեև ավելի արդեն իրեն ձևավորել դաստիարակել էր որպես քրիստոնյա եւ քրիստոնեական մտածողությունը աշխարհայեցողությունը ձևավորել էր մեր ժողովրդի բնավորությունը բայց ինչպես էր ձևավորել նոր ժամանակների 20-րդ դարասկզբի մտավորականները ինչպես էին ընկալում քրիստոնեությունը եւ ինչպես էին բաղդատում իրենց դարաշրջանի առաջացած հիմնախնդիրների հետ իրենց դարաշրջանում առաջացած հիմնախնդիրների հետ սա անշուշտ կարևոր է իմանալ որովհետեւ միամիտներ կան որ մինչև հիմա էլ կարծում են թե Դանիել Վարուժանը գիտակցաբար հեթանոսական գրական շարժումը գլխավորում էր ինքն էլ հեթանոս երգեր գիրքը ստեղծեց հրատարակեց քարոզեց որովհետև ուզում էր վերադառնալ հեթանոսական բազմաստվածության կրոնին նախապես ասեմ որ այստեղ կրոնական խնդիր չկա սա գրական հեթանոսություն է որ ուներ իր գեղագիտական նարդիական նպատակադրումները եւ եթե մենք համեմատելու լինենք արևելահայ ու արևմտահայ բանաստեղծներին որ ստեղծագործում էին զուգահեռաբար տարբեր իրավակարգերի մեջ տարբեր հասարակություններում տարբեր պետությունների գերիշխանության ներքո բնականաբար նրանք միևնույն ժողովրդի զավակները լինելով ունեին գեղարվեստական մտածողության ընդհանրություններ օրինակ արևելահայ իրականության մեջ եւ Թումանյանը եւ Իսահակյանը եւ Տերյանը գրեթե նույն կերպ էին մտածում իրենց գեղագիտական իդեալը հանրությանը իրենց ստեղծագործություններում գեղարվեստորեն մարմնավորում եւ ցուցադրում գրեթե այնպես ինչպես արևմտահայ իրականության մեջ անում էին հենց հեթանոսական գրական շարժման մասնակիցներն ու ներկայացուցիչները տարբերություն իհարկե կա եւ էական տարբերություն կա եւ այդ տարբերությունն է որ անհասկացողության միմյանց ճիշտ չընկալելու խնդիրներ առաջ բերեց եւ հեթանոսական գրական շարժումը ճիշտ չընկալվեց արևելահայ իրականության մեջ այս պատճառով էր որ Վահան Տերյանը իր հայ գրականության գալիք օրը զեկուցման մեջ 1913-14 թիվ նկատի ունենանք հայտարարեց թե Թումանյանի մի փարվանան չեմ փոխի մի գիշերում հանկարծակի հեթանոսացած բոլոր արևմտահայ գրողների ստեղծագործության հետ սա ծայրահեղության մի դրսևորումն էր Ալեքսանդր Շիրվանզադեն դատապարտեց Դանիել Վարուժանի այն գեղարվեստական պատկերները որտեղ ներկայացվում էին կանացի գեղեցկություններ եւ կնոջ մերկություններ ով լալագե բանաստեղծության կապակցությամբ Շիրվանզադեն շատ կշտամբական դիտողություններ է արել Վարուժանին ուղղված հասցեագրված եւ պատճառը դարձյալ հեթանոսական գրական շարժման նպատակը ճիշտ չմբռնելն էր ճիշտ չընկալելը եւ որպեսզի մենք կարողանանք ճիշտ ընկալել այսինքն այն վրիպումները այն սխալները թույլ չտանք որ ժամանակին տասական թվականներին արևելահայ իրականության մեջ դրսևորվեց հեթանոսական գրական շարժման նկատմամբ պետք է
որոշ խնդիրներ պարզաբանենք մեզ համար, պիտի ճշտենք դրանք և արդար ու ճիշտ մոտեցումով պիտի քննենք գեղարվեստական գրական խնդիրները։ Եվ հարցը սկսենք այստեղից. ինչու Թումանյանը, Իսահակյանը և Տերյանը իրենց գեղագիտական իդեալը փնտրեցին քաղաքի ապականված բարքերից դուրս, գյուղական, պարզ, գեղչկական խրճիթներում, հողի աշխատավորների մեջ, ովքեր արդար վաստակիտեր էին ընդամենը, և ոչ թե փողի իշխանությամբ այլասերված քաղաքային բարքերի մեջ։ Ինչու պիտի Վահան Տերյանն ասեր, եթե սեր չկա, էլ ինչի համար պիտի չարչարվիմ չար աշխարհում, կգնամ հողի գիրկը խավար, կլռեմ որպես քարն է լռում, և թող ինձ ծաղրե երկինքը ցուրտ, երկիրը տոնե խնջույք ագա, եթե աստղերում չկա խորուրդ, եթե աղոթքս լսող չկա։ Նույն ժամանակներում գրեթե հենց դարասկզբին Ավետիք Իսահակյանը կռահում էր կամ տեսնում էր արդեն, ինչպես է իրականության մեջ թագավորում ոգու սովը, և բանաձևում էր. ես ձեզ ասում եմ, կգա ոգու սով, և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ, կընկնեք մուրալու հափրած որկորով, հրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ, լրփենի ծաղրով արհամարեցիք, ոգու վառ զեղմունք, միտք ու երազանք, նյութի տաճարում անհակ պարեցիք, մոռնալով անհաս անհունի տենչանք, դուք որ հեգնեցիք ուժն ստեղծագործ, ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով։ Նույն շրջանում Թումանյանը իր գեղագիտական իդեալը մարդկայնորեն գեղեցիկը որոնում էր ժողովրդական նյութերի գեղարվեստական մշակմամբ հանրությանը հրամցնելով, ինչպես օրինակ Փարվանա բալլադում, հիշում եք ինչպես էր սկսվում Թումանյանի բալլադը, բարձրագահ Աբուլն ու մթին սարեր, մեջք-մեջքի տված կանգնել վեհափառ, իրենց ուսերին ջավախքից էլ վեր, բռնած պահում են մի ուրիշ աշխարհ։ Ահա Թումանյանի մաքուր անձնվեր սիրո իդեալը, Փարվանա արքայադստեր անբիծ սերը դրսևորվել է հենց այդ ուրիշ աշխարհում։ Դանիել Վարուժանը և հեթանոսական գրական շարժման մասնակիցները 900-ական և մանավանդ արդեն 10-ական թվականներից նրանք էլ ունեին իրենց գեղագիտական իդեալը, նրանք էլ ունեին իրենց դարաշրջանի ապականվող բարքերին մարդկայնորեն գեղեցիկի հայտնագործումով հակադրվելու խնդիր, արվեստի գեղեցիկով կյանքի վրա ազդելու և կյանքը գեղեցկացնելու նպատակադրում։ Սա էր հեթանոսական գրական շարժման հիմնախնդիրը և այս գեղագիտական նպատակն էր համախմբել Դանիել Վարուժանին, Սիամանթոյին, ասենք Մերուժան Պարսամյանին, Կոստանձ Զարյանին, Գեղամ Բարսեղյանին, Հակոբ Սիրունուն և այդ շարժման շատ մասնակիցների։ Հեթանոսական անցյալը այս հեղինակներին հրապուրում, գրավում էր պարզապես գեղագիտական իդեալի շնորհիվ,
Այսինքն այդ միջավայրում նրանք գտան գեղեցիկը եւ ուզեցին այդ գեղեցիկը ցուցադրել ժամանակի ապականված բարքերում ապրող մարդկանց։ Եվ եթե մենք ուղղակիորեն դիմենք Դանիել Վարուժանի օգնությանը, ապա կտեսնենք, թե նա ինչու էր դիմում հեթանոսական անցյալին եւ ինչպես էր հիմնավորում հեթանոսական անցյալի ուժի եւ գեղեցկության պաշտամունքի դարաշրջանի դեպքերին եւ երևույթներին ու այդ շրջանի մարդկայնորեն գեղեցիկը ասպարեզ բերում նորից հակադրելով նոր ժամանակների իրոք ապականված բարքերին։ Հայկյան քնարդ նավասարդյան սատտոներուն արևափար ալ վերածնե փլատակներեն ու փարագոչ քնարդ առ հանուն ուժին հանուն գեղին մտիր մեհյան աստվածներուն ջահը ձեռքիդ բագնեբագին համասփրե հուր ու արյուն։ Հիմա կարծեմ հասկանալի դարձավ, թե հանուն ուժի եւ հանուն գեղի գեղեցկության հանուն զորության պաշտամունքի ինչու էր Վարուժանը եւ ինչու էին նրա համակիրները համախոհները դիմում հեթանոսական անցյալին։ Այսինքն սա զուտ գրական գեղագիտական հեթանոսություն է եւ ամենևին էլ կրոնական թեքում կամ կրոնական ուղղվածություն չունի։ Այլ խնդիր է, որ հեթանոսական դարաշրջանում պաշտվում էին ուժն ու գեղեցկությունը, իսկ նոր դարաշրջանում 20-րդ դարասկզբին ուժը եւ գեղեցկությունը մղվել էին հետին պլան, չէին արծարծվում, չէին հիշվում եւ մարդկությունը իր վսեմ գեղագիտության բարձունքներից գլորվում էր ներքև դեպի դրամատիրական հարաբերությունների ճահճուտները, որտեղ գրեհկությունը եւ տգեղությունն էին թագավորում։ Ահա թե ինչու գեղեցկության արձանին բանաստեղծության մեջ Դանիել Վարուժանը այդ գեղեցկության արձանը կերտում էր բառերով եւ ընդգծում էր, ու այս սոնետը իդեպ ասեմ, որ հեթանոս երգեր գրքի ամբողջական բանաստեղծություններ կան, որոնք սոնետներ են 14 տողանի, 2 քառատող եւ 2 եռատող տներից կազմված, այսինքն 14 տողից կազմված սոնետներ են դասական իտալական սոնետների հանգավորմամբ չափուկշռույթով։ Իհարկե կան նաև ոչ սոնետային բանաստեղծություններ, որտեղ Դանիել Վարուժանը իր մտորումները, իր մտածումները ներկայացրել է գրեթե հաշվի չնստելով չափուկշռույթի հետ, տաղաչափական կաշկանդումներից զերծ ազատորեն ստեղծագործել է իր հանճարի ուժով եւ ստեղծել իրոք գեղարվեստական գլուխգործոցներ։ Եվ հեթանոս երգեր գիրքը, որ լույս տեսավ 1912 թվականին եւ տպաքանակի տիրաժի մի զգալի մասն էլ 13-ին, այդ պատճառով էլ գրքի վրա նշված է 12 թվականը եւ գիրքը առավելապես հայտնի է դարձել 13 թվականին, համենայն դեպս նկատի ունենանք, հիշենք, որ Պոլսում Էսայան սանուց միության կազմակերպած գրական ասուլիսները նվիրված Դանիել Վարուժանի հեթանոս երգեր գրքին հենց 13 թվականին է տեղի ունեցել, հենց 13 թվականից էլ սկսել են Վարուժանի գիրքը գնահատել։ Իդեպ այս կապակցությամբ
նորից արժե հիշել, որ Դանիել Վարուժանը խմբագրում էր Հակոբ Սիրունու և մյուսների հետ Մեհյան պարբերականը 1914 թվականին և հեթանոսական Մեհյանի մասին իր քննադատական խոսքը ասաց այն ժամանակների հանրահայտ քննադատ Հարություն Սուրհացյանը, որին ես գիտակցաբար հիշում եմ իմ դասախոսությունների ընթացքում, դա մի լուսամիտ մտավորական էր, որ ճիշտ էր նկատում գրական երևույթները անկախ իր սոցիոլոգիական քննադատական դիրքորոշումներից։ Հեթանոսական Մեհյանի մասին իր գրախոսության մեջ, որ մշակթերթում է լույս տեսել, Հարություն Սուրխացյանը ճիշտ նկատում է, որ Դանիել Վարուժանը փորձում է իր համախոհների համակիրների հետ միասին մի նոր վերածնունդ ապահովել արևմտահայ գրականության մեջ, որը դժբախտաբար նրան չի հաջողվում։ Սա քննադատի կարծիքն է, որտեղ նա նույնպես սխալվում է, ինչպես Տերյանը, ինչպես Շիրվանզադեն, ինչպես մյուսները։ Հիմա վերադառնանք հեթանոս երգեր գրքին։ Այս գիրքը, որ Վարուժանը ծրագրել էր դեռևս Գենտում ուսանող եղած ժամանակներից և գրել էր արդեն այդ քաղաքում, Բելգիկայի Գենտ քաղաքում արդեն գրել էր իր բանաստեղծությունների մի զգալի մասը, որովհետև Գենտը բանվորական քաղաք էր արդյունաբերական, եվրոպական արդյունաբերական քաղաք, որտեղ կար բանվորության մեծ քանակություն և բանվորական կյանքի անմիջական ականատես Դանիել Վարուժանը լավ էր տեսել անարդար իրականության զոհերի բանվորների դրությունը և այս պատճառով էլ սկսել էր գրել նաև նրանց կյանքը պատկերող ստեղծագործություններ, նրանց մարդկային զգացողությունները, հոգեբանությունը պատկերող երգեր։ Հիմա տեսեք, որ հեթանոս երգեր գիրքը ունի 3 բաժին։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս 3 բաժինների վրա, թե ինչպես է այդ 3 բաժինները ինքը հեղինակը կազմել, ինչպես է դրանք առանձնացրել և ինչպես է դրանք միավորել մեկ ընդհանուր գաղափարաբանության շուրջ, մեկ ընդհանուր գեղագիտության շուրջ և ինչու հեթանոս ժամանակների ուժի գեղեցկության պաշտամունքը, հեթանոս ժամանակների ուժը և գեղեցկությունը ցուցադրող հարճը պոեմը և այս նույն դարաշրջանի 20-րդ դարասկզբի եվրոպական գործատների, գործարանների մեջ տանջվող, տառապող բանվորների կյանքը ինչպես է կարողացել միավորել մեկ գեղագիտական փիլիսոփայական հարցադրման շուրջ։ Տեսեք, որ գիրքը ունի իսկապես 3 բաժիններ։ Առաջին բաժինը հենց կոչվում է հեթանոս երգեր։ Երկրորդը հարճը պոեմն է։ Եվ երրորդը վերնագրել է Գողգոթայի ծաղիկներ։ Գողգոթան, անշուշտ բոլորդ գիտեք, տանջանքների և չարչարանքների այն քարաժայռն է, որը հին Երուսաղեմում, հին Հրեաստանում ծառայում էր որպես պատժարան։ Տանջանքների չարչարանած այդ լեռը այսօր Երուսաղեմում առնված է Սուրբ Հարության տաճարի ներսում և այդ տաճարի մի բաժիններից մեկն է։ Ներս մտնելիս աջ կողմի աստիճաններով կարող ենք բարձրանալ Գողգոթա լեռնագագաթը, որի վրա եղել են այն 3 սյուները, որոնցից խաչի վրա տանջել են Հիսուսին և 2 ավազակներին։ Ահա այս քաղաքում
Նույն Երուսաղեմում այսօր էլ պահպանվում է փողոց, որը կոչվում է Խաչի ճանապարհ կամ ճանապարհ Խաչի։ Հետո դուք կտեսնեք, սիրելի դիտալսողներ, որ Դանիել Վարուժանը հենց Գողգոթայի ծաղիկներ բաժնում ունի ճանապարհ Խաչի վերնագրով բանաստեղծություն։ Դա խորհրդանշական մի փողոց է, որտեղ ուխտավորները, Հիսուսի գերեզմանի ուխտավորները խիստ խորհրդանշական փայտյա մի հսկայական խաչ մտնում են այդ խաչի տակ եւ միասին ուխտավորները բարձրանում են դեպի Սուրբ Հարության տաճար, որտեղ Գողգոթան է։ Այս խորհրդանշական խաչը եւ Դանիել Վարուժանի ստեղծագործությունը անմիջական առնչություն ունեն իրար հետ, որովհետև դա օգտագործել է Վարուժանը իր ստեղծագործություններում։ Հիմա շատ կարևոր մի բան։ Տասնամյակներ առաջ, 70-ական թվականներին դեռևս, երբ նոր էր Դանիել Վարուժանի արխիվը տեղափոխվել Երևան, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, այդ արխիվի առաջին լուրջ ուսումնասիրողը Հայաստանում եղավ հետագայում արդեն պրոֆեսոր Վազգեն Գաբրելյանը։ Նա նկատեց շատ կարևոր փաստեր, շատ կարևոր ձեռագրական մանրամասներ, որոնցով կարողացավ հարստացնել վարուժանագիտությունը եւ մեր գրականագիտական միտքն առհասարակ։ Ափսոսում եմ, որ հիմա մեր գրադարանները փակ են դեռևս, բայց հուսանք, որ շուտով կբացվեն, այս համաճարակային խոճապային իրավիճակը կխաղաղվի, կհանդարտվի, գրադարանները կբացվեն եւ մեր ուսանողները հնարավորություն կունենան ընթերցելու պրոֆեսոր Վազգեն Գաբրելյանի Դանիել Վարուժան մենագրության գոնե համառոտված տարբերակը, իդեպ նա 2 տարբերակով է հրատարակել Դանիել Վարուժան մենագրությունը, մեկը նրա դոկտորական ատենախոսությունն էր եւ համալրված հրատարակվեց 70-ականների վերջերին, 77-78 թվականներին, եւ մյուսն էլ ուսանողության համար հատուկ այնքան, ինչքան անհրաժեշտ է, ինչքան պետք է ուսանողությանը, ստեղծեց այդպիսի մի տարբերակ եւ հրատարակեց ուսանողության համար։ Ի պատիվ պրոֆեսոր Գաբրելյանի, ես այս տեղեկությունը ձեզ հաղորդում եմ, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում, սիրելի ուսանողներ, դուք կարողանաք գրադարաններից օգտվելով ծանոթանալ այդ գրքին, որովհետև դա ձեզ համար կլինի Վարուժանին ուսումնասիրելու, նրա ստեղծագործությունը յուրացնելու լավագույն ուղեցույցներից մեկը։ Ամենևին իհարկե ես չեմ թերագնահատում ոչ պրոֆեսոր Հրանտ Թամրազյանի Վարուժանին նվիրված ուսումնասիրությունները, հոդվածների շարքերը, ոչ պրոֆեսոր Ալբերտ Շարուրյանի կատարած հրապարակումները, ոչ Հեկտոր Ռշտունու աշխատությունները Դանիել Վարուժանին նվիրված, սրանք բոլորն էլ իհարկե անհրաժեշտ են, բայց ինչ չափով նրանք, ովքեր պիտի խորանան Վարուժանի ստեղծագործության մեջ եւ անպայմանորեն կուզենան իրենց գիտական ուսումնասիրությունները տանել այդ ուղղությամբ, այդ թեմայի շրջանակներում, բնականաբար նրանք չեն կարող շրջանցել հիշածս գրականագետների աշխատությունները։ Բայց հիմա տեսեք մի կարևոր բան, էլի Վազգեն Գաբրելյանն է մեզ մատնացույց արել առաջինը կարևորություն տալով այդ գիրքը կազմող 3 բաժինների համար հեղինակի ընտրած բնաբաններին։ Բնաբանը դուք գիտեք, այնպիսի միտք է, այնպիսի ձևակերպում է, որ հեղինակը կարող է վերցնել, փոխառնել ուրիշից, բայց
ինքը այդ միտքը ձևակերպումը համարում է իր ստեղծած երկի, իր ստեղծած բանաստեղծական շարքի կամ պոեմի կամ գրական մի որևէ ստեղծագործության հիմնական միտքը, գաղափարը մարմնավորող խտացված արտահայտություն։ Այ բնաբանի դերը հենց սա է, որ կա։ Հիմա Վարուժանը վերցրել է հեթանոս երգեր գրքի համար 3 բնաբան։ Հեթանոս երգեր շարքի բնաբանը հետևյալն է. Փառք Սարբինային Բաքոս կպսակվի։ Հեթանոս երգերի երկրորդ բաժնում զետեղված է հարճը պոեմը, որի համար կա ուրիշ բնաբան. Փառք Սարբինային Ներոն Կարփենա։ Եվ երրորդ շարքը, Գողգոթայի ծաղիկներ շարքը, ունի ուրույն բնաբան. Փառք Սարբինային Քրիստոս կպատարագե։ Ինչ են նշանակում այս բնաբանները։ Նախ պարզենք, թե ինչ է Սարբինան։ Սարբինան գյուղական աշխատանքներին ծանոթ տեղյակ մարդկանց հայտնի պիտի լինի, որ արևելահայերս, արևմտահայերը նույնպես կոչում են խչմար, խեչակ, այն հենակը, որ դնում են պտղավորված, բեռնավորված ծառերի, խաղողի որդերի տակ, որպեսզի բերքի ծանրությունից ճյուղերը չջարդվեն։ Այսինքն խեչակը, Սարբինան անմիջականորեն առնչվում է բարիքի եւ պտղաբերության հետ։ Իսկ բարիքը, բերքը, պտղաբերությունը հին ժամանակներից սկսած մինչև հիմա եւ այդպես էլ շարունակվելու է բերիության, պտղաբերության շատ ինքնատիպ հետաքրքիր խորհրդանիշ է։ Բայց ինչու Փառք Սարբինային Բաքոս կպսակվի։ Ինչ է սրա խորհուրդը։ Անշուշտ դուք գիտեք, որ Բաքոսը հին հունական դիսաբանությունից հայտնի գինու խրախճանքի ուրախության աստվածությունն է, որի նկատմամբ պաշտամունք կար հին Հունաստանում, եւ հետո այդ պաշտամունքը տարածվել է ամբողջ քաղաքակիրթ մարդկության մեջ, եւ նույնիսկ Երվանդ Օթյանի նման մի հանճարեղ գրող իր կյանքի գլխավոր նպատակներից մեկը համարում էր այն, որ վաղ մանկությունից ինքը ձեռնադրվել է Բաքոսի խնկարկու։ Բաքոսի խնկարկու։ Այսինքն գինու եւ գեղեցկության պաշտամունք ունեցող մի անձնավորություն։ Ուրեմն Բաքոս կպսակվի, որովհետև հեթանոս երգեր շարքի բանաստեղծություններում իսկապես Դանիել Վարուժանը ներկայացնում է հեթանոս ժամանակներում մարդկանց պաշտած գեղեցկությունը, զորությունը եւ կնոջ գեղեցկությունը։ Այստեղ է, որ կնոջ գեղեցկության միջոցով Վարուժանը ներկայացնում է գեղեցկի իր ըմբռնումը, իր իդեալը։ Եվ եթե մենք ուշադիր ընթերցենք այդ շարքի բանաստեղծությունները, ապա կհամոզվենք, որ հեռավոր նախնադարում, հեթանոսական դարաշրջանում գեղեցիկի պաշտամունքը, որ այսօր պակասել է, որովհետև մեռած աստվածներում բանաստեղծության մեջ ցավ ու ափսոսանք է հայտնում, որ այսօր Դիոսը կործանված է, այսօր կործանված են Ապոլլոնը, կործանված է Անահիտը, կործանված է Վանատուրը,
չկան այդ դիցերը աստվածությունները, նրանց փոխարեն իշխող է դարձել դրամի ուժը, դրամատիրական իրականությունը, մարդկանց գեղեցկության փոխարեն մղում է ուրիշ կենսական ոլորտներ, սահմանում է ուրիշ մարդկային հարաբերություններ, ուր մերկ շահը դառնում է որոշիչ և կյանքը դառնում է տգեղ, և հենց այս տգեղ կյանքին էր հակադրում Դանիել Վարուժանը գեղեցկության իր ըմբռնումը, որ ներկայացնում էր հեթանոց ժամանակների գեղեցկության միջոցով, ուզում էր նոր դարերի ոգու ստրկությանը, ոգու սովին Իսահակյանի բնորոշած, ուզում էր հակադրվել զորության պաշտամունքով, ուժի պաշտամունքով, այս պատճառով էլ ահա տեսեք, ասպարեզ է բերում վանատուրին, նրա հյուրընկալության, նրա մարդավարության ամբողջ շնորհները նոր ժամանակների մարդու համար համարելով անհրաժեշտ, պաշտվում է Անահիտը, պաշտվում է Վահագնը, պաշտվում են այս գեղեցկությունները, դուք անշուշտ հիշում եք, երբ մենք դիտարկում էինք Լևոն Շանթի հին աստվածներ դրաման, այնտեղ էլ խոսեցինք հին աստվածների Աստղիկի և Վահագնի պաշտամունքի մասին և տեսանք, թե ինչպես էր երազի թևով հեթանոսական Մեհյանում հայտնված աբեղան, տեսնում, թե ինչպես են հաղթական կռվից վերադարձած հեռավոր ասպետները իշխանի գլխավորությամբ ձոն մատուցում, ձոներք մատուցում, գինի ձոնում Վահագնին և Աստղիկին և ինչպես են միասին դիմավորում արևի ծագումը։ Հիմա նույն պատմությունն է, տեսեք այնտեղ էլ կոչնականները հավաքված էին սեղանի շուրջ, ոչ թե իրենց փառքի, ոչ թե իրենց տոհմանվան կամ իշխանական մեծության, այլ ըստ սուրերու մեծության։ Նույն երևույթը քիչ հետո կտեսնենք Վարուժանի հարճը պոեմում։ Այս կապակցությամբ պիտի հիշենք նոր դարաշրջանի մարդկային գեղեցկությունը ինչպես է, որ չի գնահատվում և ինչպես է Վարուժանը գնահատում այդ գեղեցկությունը և ինչպես ասում են, նոր սերունդների մարդկանց աչքերը բացում է գեղեցկության առջև, տեսեք ինչն է գեղեցիկը, և տեսեք այդ գեղեցկությունը ինչպես է ներկայացնում, թեկուզ մեծ քաղաքի մի եվրոպական գարեջրատան մեջ, որտեղ ներկայացնում է գարեջրավաճառ գեղեցկուհուն Դալիդային, որ ինքը արևմտահայերենով պիտի գրեր Տալիթա, և այսօր արևելահայերս էլ, ինչպես Վարուժանը գրել է, այդպես են արտասանում սխալվելով, փոխանակ ասելու Դալիդա, իսկ բարձր արևմտահայերը պիտի գրեր Տալիթա, որ կարտեր Դալիդա։ Ինչպես է դա ներկայացվում հեթանոսական վերնագրով ստեղծագործության մեջ, ինչպես է դա ներկայացվում արևելյան բաղանիք բանաստեղծության մեջ, ով լալագե բանաստեղծության մեջ, որտեղ կանացի գեղեցկությունը, կնոջ մարմնական գեղեցկությունը ներկայացվում է որպես բնության գերագույն հրաշալիք, որպես մարդուն տրված աստվածային պարգև, որի գնահատությունից հեռացել է մարդը և այդ պատճառով էլ ճղճիմացել է, դարձել է ոգու սովի դարաշրջանի մուրացկան։ Ահա այս հոգեկան գեղեցկություններն է ուզում վերարձարծել մարդկային մարմնական գեղեցկությունը փառաբանելով, մանավանդ կնոջ գեղեցկությունը փառաբանելով։ Պարզ է, որ վերածննդի դարաշրջանի մեծ արվեստագետների նման Դանիել Վարուժանն էլ պիտի դիմեր
կանացի մարմնական գեղեցկությունների բաց նկարագրությունների կնոջ մարմնակազմության վայելչությունը ցուցադրելու համար նա հարկադրված է երբեմն էլ ուղղակի ներկայացնել կանացի մերկություններ, բայց սա ամենևին էլ չի տանում դեպի գռեհկացում, դեպի սերախտա հեշտամոլական ինչ-որ գիրք, ինչ-որ անհեթեթ և անբարո զգացումներ, ճիշտ այնպես, ինչպես հեթանոսական, ինչպես վերածննդի դարաշրջանի գեղանկարիչների, ասենք Ռաֆայելի Սիքստինյան Մադոննան նայողը, կամ ասենք թե Ջոկոնդա հանրահայտ նկարն դիտողը, կամ վերածննդի քանդակագործ վարպետների կերտած, ասենք կանացի արձանները, գեղեցկության արձանները, որ էլի մերկություն են ներկայացնում, մարդը երբ որ դիտում է այդ նկարներն ու գեղաքանդակները, ամենևին էլ իր մտքով տրփանք և ուրիշ գեշ զգացողություններ չի արթնանում նրա մեջ, որովհետև դրանք մարդկային գեղեցկությունը ներկայացնելով ցուցադրում են հենց արվեստի գեղեցիկը, ցուցադրում են մարդկային իդեալը, գեղեցկության իդեալը, այդպես էլ Դանիել Վարուժանի բանաստեղծություններում է այդ իդեալը ներկայացվում կանացի գեղեցկության մերկ նկարագրություններով, ինչպես օրինակ կատաղորեն պարող չերքեզուհիները հենց հեթանոսական ծավալուն բանաստեղծության մեջ, ինչպես են նրանք պարում իրենց ազգային պարերը և ինչպես են այդ պարերի մեջ ցուցադրում իրենց մարմնական գեղեցկությունը։ Արևելյան բաղանիք բանաստեղծության մեջ, ինչպես է մորճագմբեթ բաղնիքի մեջ Վարուժանը ներկայացնում մերկացած լողացող կանանց գեղեցկությունը, որոնց լանջկերի, երբ որ լանջկերը հետ են դառնում, սա արդեն հարճը պոեմում է, նրանց կուրծքի վրա, նրանց կրծքերի վրա իրենց ծիծերը դողում են սարսրալով, կթրթռան ասում է կույտեր դիրենց ծիծերուն, և սրա մեջ ոչ մի գռեհկություն չկա, սա կանացի բնական գեղեցկության պարզ պատկեր է, և այն, որ բաղնիքից արդեն լոգանք ընդունած, մաքրված, մաքրաբաքուր այդ կանայք դուրս են գալիս արևելյան քաղաքի փողոցներով քայլելու ու մայթերով արևելյան քաղաքին գարունը կանցնի։ Ուրեմն այսպես ահա ներկայացնում է կանանց այդ գեղեցկությունը, իսկ ով լալագե բանաստեղծության մեջ կնոջ գեղեցկությունը ներկայացվում է նրա մայրական բնազդի հետ միասին, մայրը, որ սերունդների վերարտադրության հիմնական կամ գլխավոր կամ միակ միջոցն է, սերունդ վերարտադրող, մայրն էլ է դառնում պտղաբերձ, այսինքն զավակ պիտի բերի, որպեսզի մարդկային ցեղը շարունակվի, և հենց դրա մեջ է մոր գեղեցկությունը, լալագեն եթովպուհին, որ ուշ աշնանը բերքահավաքի այգեկութքի ժամանակ թոթվում էր դեղցենին, և Վարուժանի պատկերը տեսեք, լալագե ասում է կհիշես հղիությանը ծանր ամսույն, երբ որ ասում է կթոթվեիր դեղցենին քեզ նմանակ, քո ծիծերուտ նմանակ, այսինքն ինչպես այգին է բեռնավորված քաղցրահամ պտուղներով, այդպես էլ լալագեն մայրն է բեռնավորված իր պտուղով
եւ այդ համադրությունը, այդ համեմատությունը, այդ զուգահեռը պատահական չէ Վարուժանի համար։ Հիմա տեսեք, թե ինչպես է այդ գեղեցկությունը ներկայացվում գարեջրավաճառ Դալիդայի միջոցով։ Կարմրաշարայլ լույսերու մեջ կվառի կապելատ օ Դալիդա։ Այս կարմրաշարայլ բառը մի բացատրության կարիք ունի, նախապես ասեմ ձեզ, հետո անցնենք առաջ։ Ուրեմն 1967 թվականին ապրիլի 12-ի գրական թերթի համարում Համոս Սահյանը խմբագիրն էր եւ տպել էր Եղիշե Չարենցի անտիպ բանաստեղծությունների մի փունջ, որի մեջ էր նաեւ ի խորոց սրտի խոսք ընդ Աստծո, իսկ սա գիտեք Նարեկացու Մատյանի 95 գլուխների վերնագիրն է, միայն առաջին գլխի վերնագիրն է ընդարձակածավալ, վերստին հավելված նորին հեծության եւ այլն, ի խորոց սրտի խոսք ընդ Աստծո, մյուս 94 գլուխները վերնագրված են պարզապես ի խորոց սրտի խոսք ընդ Աստծո, այսինքն սրտի խորքերից խոսք Աստծո հետ։ Այս բանաստեղծության մեջ կամ սրբագրիչը, կամ Չարենցյան ձեռագիրը արտագրող ընդօրինակողը երևի վրիպել է, կամ նույնիսկ վրիպման գայթակղությունը եղել է այնքան մեծ, որ անգամ Համոս Սահյանի նման փորձառու բանաստեղծ խմբագիրը չէր նկատել, որ իրենք թույլ են տալիս մի տարասխալով մտքի սխալ Չարենցի բանաստեղծության մեջ։ Ծովացավալ արյան ցոլքը շարայլացին, այս շարայլացին բառը սխալմամբ տպել էին շարայլացին, այսինքն շարայլությունից ծնված, ոչ թե շարայլից, կարմրից, այս նույն շարայլից է շարագունելը, Ռաֆին հաճախ է օգտագործում, չէ, արևելքը շարագունեցավ, եւ տեսավ Չարենցն է օգտագործել, տեսավ նրա դեմքի շարագույնը, շատ-շատերն են օգտագործել այս շարագույն բառը, շարագունելը, եւ հիմա այս ծովացավալ արյան ցոլքը շարայլացին ոչ թե շռայլությունից է ծնված, այլ կարմրությունից 30-ական թվականների ողբերգական մթնոլորտը բնորոշող հանճարեղ բառ է, որ օգտագործել է Չարենցը իր գեղարվեստական պատկերի մեջ եւ ստեղծել իրոք այդ արյունոտ իրականության ճշմարտացի պատկերը։ Հիմա այստեղ էլ տեսեք, ինչպես է Վարուժանն օգտագործել այդ շարայլ արմատի կարմրություն խորհրդանշող իմաստը։ Կարմրաշարայլ լույսերու մեջ կվառի կապելատ ո Դալիդա, բեր գարեջուրն ու թող փրփուրն հոսանուտ մատեր դիվար պղպջա։ Ինչ փույթ թե ես ազնվական կթվիմ, ունիմ ձեռքեր քնքշենի, եւ ինչ փույթ թե դուն աղջիկ մեզ ջլեբաց, որ բամբորներ կընդունի։ Կատեմ գիներն, որոնք դիմաց նայլիին դիմաներգեր կշաղվեն։ Այս ատելությունը իրոք հայելու դիմաց դիմաներգեր շաղվող կանանց է վերաբերում, որոնց անբարոյական արարքները հեղինակի համարել ընդունելի չէ։ Դահլիճներու փարթամ գիները գատեմ, անոնց կավատն է ոսկին, զիրենք սիրողը կսպարեն եւ իրենք տան շնիկեն կսպարին։ Բեր Դալիդա, բեր գարեջուրն ու նստե ծունկիս վրա, թույլ տալով, որ աղախնի
կարճ քղանցքետ երևնան բումբերդ սև գուլպայով, թող ճրակներդ հացին մինչև առավոտ, և թող շեմին վրա երգե գինով աշուղն հարած բիբերը մեզի, բիբերը զուրկ կրակե, ինչ փույթ թե ես ազնվական կթվիմ, ունիմ ձեռքեր քնքշենի, և ինչ փույթ թե դուն աղջիկ մեզ ջլեբաց, որ բանվորներ կընդունի։ Բեր Տալիթա, բեր գարեջուրն, չկրկնենք, բեր գարեջուրը և ասում է թող ճրակներդ հյուծին մինչև առավոտ և թող մատներիդ հետ հրահոսան ոսկի հյուսերդ քագես գավաթին մեջ բյուրեղյա և այսօր կուզեմ կուրծքիդ վրա կինովնալ ինչպես զինվորմը արփուն պարպել գավաթդ և դունալ պարպես սիրտս նուրին պես հասուն, այսօր կուզեմ դահլիճին մեջ ծաղրված սերս առջևդ պաղցել, խաբված հոգիս բերել ռամիկ աղջկան, գարեջուրով մը ծախել։ Սա իհարկե երկար մեկնաբանությունների կարող է արժանանալ, բայց ես բանաստեղծությունը գիտակցաբար ձեզ ներկայացրի, որպեսզի դուք ինքներդ տեսնեք ստեղծված գեղեցկության պատկերը, կարմրաշռայլ լույսերի մեջ եղած կապելան գարեջրատունը, այդ կարմիր լույսերի մեջ Տալիթայի մարմնական շքեղ գեղեցկությունը և դրան անտարբեր գարեջրով մը իր պղծված դահլիճին մեջ ծաղրված սերը ծախելու արարողությունը, սա թողնենք լուռ ներքին մտորումների և հետո գանք ամեն մեկս ներքին եզրահանգման։ Իհարկե, հարճը պոեմը, որ գտնվում է երկու բաժինների մեջտեղում, պատահական չէ իր բնաբանով փառք Սարբինային Ներոն Կարպենա։ Ներոն Կարպենա, այսինքն այս պոեմում ներկայացվելու է գեղեցկությամբ արբենալու պահ, այսինքն իսկական գեղեցկության ըմբոշխնումը, նրանով արբեցածությունը Վարուժանը ներկայացրել է իր այս քնարաէպիկական պոեմում։ Ես հիմա ընդգծված պիտի ասեմ ձեզ, որ Վարուժանի այս պոեմը իրոք քնարաէպիկական է, որովհետև գործողությունների ընթացքը վարողը հեղինակն ինքն է կամ հեղինակի հետ նույնացած քնարական հերոսը, որ հեռավոր միջնադարում կատարված դեպքերը, իրողությունները մեկնաբանում է իր հայացքով և վերաբերմունք է արտահայտում ուժի և գեղեցկության նկատմամբ, սա անպայման պետք է նկատի ունենանք հարճը ընթերցելուց առաջ և ամբողջ ընթացքում։ Խորենացուց այս պոեմի համար մի բնաբան է վերցրել Խորենացու երկրորդ գրքից, Խորենացի գիրք բեն։ Ինքը Վարուժանն էլ նշել է աղբյուրը. զիհույժ գեղեցիկ էր և երգեր ձեռամբ։ Գրապարում, հնում հին հայերենում ձեռամբ երգել նշանակում էր պարել, կաքավել, ոչ թե ձեռքերով երգել, ուղղակի իմաստով չէ։ Երգեր ձեռամբ, ձեռքերը խաղացնելով, գեղեցիկ շարժումներով պարել և հենց դա նշանակում էր
երգել ձեռամբ։ Հիմա այստեղ իրոք Դանիել Վարուժանը ներկայացնում է մեր հեթանոս նախնիների ուժի և գեղեցիկի նկատմամբ պաշտամունքի հրաշալի մի դրսևորում, հրաշալի մի պահ։ Պատկերացնենք մի գարանամուտ երեկո, երբ որ Սյունյաց Բակուր նահապետը իր շքեղ պալատի մեջ մարմար նույնքան շքեղ հանդիսություն էր կազմակերպել, իսկ Վարուժանի բանաձևումով գարնանամուտ երեկոմը իր պալատին մեջ մարմար Բակուր Սյունյաց նահապետ շքեղ հանդես մկուտար։ Եվ այս հանդեսի ժամանակ է, որ Շիրակից Տրթատ իշխանը անցնում է Սյունիքով, պիտի գնա Մարաստան, որովհետև կռվել է իր կնոջ հետ, իսկ կինը հայոց Տիրան արքայի դուստրն է և որպես անարգանք կտրել է նրա մազերը, նրան դարձրել է հերատուկ, իմիջայլոց հնում տաճարին իրենց մարմինը ընծայած կանայք կտրում էին իրենց մազերը։ Դրա համար էլ նույն Վարուժանի ստեղծագործություններից մեկում, բանաստեղծություններից մեկում, սպասում բանաստեղծության մեջ, բամբորը, որ վերադարձել է և պաղած ոսպապուրը չի կարողանում ուտել, կնոջը կշտամբում է, գրեթե հայոյելով նրան, անվանելով հերատուկ։ Հիմա սա ուրիշ մթնոլորտ է, ուրիշ միջավայր է և Բակուր իշխանը կտրել է իր կնոջ մազերը իբրև անարգանք և արքայի զայրույթից սարսափած փախչում է Մարաստան։ Թե ինչու է փախչում, երկար մեկնաբանությունների կարիք կլինի, բայց հիմա նա Սյունիքում, Սյունյաց աշխարհում հայտնվել է Բակուրին հյուր, որտև Բակուրը նրա անձը ճանաչում է, Տրթատին ճանաչում է անձից և անունից, Բակուրը նրան ճանաչում է, գիտի, և դրա համար էլ մտերմաբար ասում են նրան. Սյունյաց աշխարհն մարած աշխարհն հեռու է, իսկ դու անշուշտ պարտասուն, այսինքն հոգնած, իջիր և վայելիր հյուրընկալությունը, հյուրասիրությունը և մեր գավաթները թող սեղանի վրա դեմ դիմաց խփվելով փշրվին և մեր բարեկամությունը մկրտեն գինիով։ Իհարկե ընդունում է հրավերը Տրթատը և Վարուժանը ներկայացնում է հեթանոսական փառավոր մի խնջույք, ինչպես վայելեր իշխաններին, թագավորներին, այդպես ահա 20 սյուների վրա կառուցված մի սրահ, որ ունի վերնատուն և ներքնահարկում իսկապես կոչնականները բազմած են ըստ սուրերու մեծությամբ, և այստեղ է, որ մարդիկ, հյուրերը, կոչնականները այս հրավերքի ընթացքում, ես կրկնում եմ հրավերքի ընթացքում, որտև հրավերքը հենց այդ խնջույքն է, ոչ թե խնջույքի հրավերը, ինչպես ոմանք սխալվելով ասում են։ Ես ընդունում եմ ձեր հրավերքը, պիտի լիներ հրավերը։ Հրավերքը բուն խնջույքն է, բուն խրախճանքն է, հրավերքը։ Այս հրավերքի ժամանակ, որ նույնքան ճոխ է, ինչպես Վարուժանն են ներկայացրել իր պատկերավոր նկարագրությամբ, պատկերացրեք ճոխությունը երեների
որսած կենթանիների շամփուրներով խորովածը ամբողջական, վարազները ամբողջական խորոված, աղավնիները խորոված, նրանց լյարդը եւ ուրիշ կենթանիների սիրտը նույնպես մատուցվում է սեղանին ծառայողների միջոցով, բայց իշխաններ են հավաքված այնտեղ, բդեշխներ են հավաքված, իսկ բդեշխը սահմանամերձ տարածաշրջանի իշխաններն են, սահմանապահներն են, դրա համար էր գերմանացի հայագետ Յոսեֆ Մակրվարտը իրեն հայերեն ազգանուն ընտրել բդեշխյան, բդեշխներ ուրեմն, իշխաններ, զանազան բարձրաստիճան մարդիկ, կանայք էլ իրենց վերնատան մեջ, ուրեմն իրենց հատուկ բաժինն ունեն, կանայք էլ այդ խնջույքը վայելում են իրենց հարկաբաժնում, վերևից նայում են ներքևում խրախճանող տղամարդկանց, վերևից վարդի թերթեր են նետում նրանց վրա, իբրև գեղեցկության և հրապուրանքի արտահայտություն, գնահատության արտահայտություն, և այդ վարդերը պսակում են նաև սեղանը, այնպիսի վարդեր են, գեղեցկությամբ այնպիսի, որոնք եթե ճզմվին, անշուշտ արյուն պիտի ծորեն, վարդերի կարմրության աստիճանը ինչպես է ընկալել Վարուժանը, և աղավնիի լյարդ ուտենք, որ ունենանք վագրի սիրտ, վագրի լյարդ, ներողություն, աղավնիի սիրտ ուտենք, որ ունենանք վագրի լյարդ, սա կոչնականների խոսքն է, այսինքն ընտրությունը մեծ է, տեսականին բազմազան է, շքեղ, և ծառայողները 12 սպասավորները հազիվ են հասցնում մատակարարել գինին, մատակարարել ուտեստեղենները զանազան համադամ, և սրանց խնջույքը զարդարում են 5 գուսաններ, որոնք իրենց նվագարաններով, բամբիրներով, տավիղներով սկսում են հնչեցնել, իրենց փողն են հնչեցնում, նվագում են այնքան գեղեցիկ, այնքան հրաշալի, որ մարդկանց տրամադրում են ուրախության, խնջույքի և վերնատանը եղած կանանց մեջ կան գեղեցկուհիներ ու դրանց մեջ է նաև վարձակը կամ հարճը, ով է այդ վարձակը, ով է այդ հարճը, հարճը գիտենք, բառարաններում բացատրում են թեթևաբարժո երկրորդական կին, հետանոսական ժամանակներում, իշխանական տներում, իշխանն իր գլխավոր կնոջից բացի կարող էր ունենալ նաև վարձակներ, կարող էր ունենալ հարճ, այդ հարճերին նվաճում էին ռազմական արշավանքների ժամանակ թշնամական երկրներից, կամ պատերազմող հարևան երկրից, հաղթանակից հետո իբրև հարճ կարող էին վերցնել կանանց, հեթանոսական ժամանակներում թույլատրել էր դա, ահա Բաքուր Սյունյաց նահապետն էլ, պատկերացրեք այս վարձակին, այս հարճին, որի անունն է Նազենիկ, իր նազելագեղանվամբ, ասում է Վարուժանը, նվաճել էր Վրաստանից, այս նիզակովս եմ շահեր, նիզակով, օրեր շարունակ կռիվ է մղել և իբրև հաղթանակի ավար ձեռք է բերել այդ գեղեցկությունը, Նազենիկը վերևից իր առանձնացնող, առինքնող գեղեցկությամբ հրապուրում է ներքևում նստած մարդկանց և երբ
Տրթատը աչքերը հարել էր Նազենիկի հայացքին եւ այդ ժամանակ էլ խմում էր տաշտով լի գինին, փրփուրից մինչև մրուր նմպեց գինին, ասում է Վարուժանը, հայացքը հարելով Վարդցակի աչքերին։ Հետո թնդում է պարեղանակը, սկսում են պարել, պարը բնականաբար, կնոջ մարմնական վայելչության ցուցադրական հանդես է, աստիճաններով իջնում է Նազենիկը և սկսում է պարել, պարում է ցուցադրելով իր մարմնական գեղեցկությունները, այստեղ է Վարուժանն ասում, ու երբ ասում է հետ էր թեքվում իրանով, կրծքի վրա նրա ծիծերն ասում է թրթռում էին սարսուռ առաջացնելով, թրթռացող բարդի էր նա, իր բոլոր շնորհներով, իր քողերով, փչնազարդված զարդերով եւ այլնով մի կատարյալ գեղեցկուհի, որին անմիջաբար սիրահարվում է Տրթատը, իսկ Տրթատի առնական գեղեցկությունը, մարմնական վայելչակազմությունը արդեն նկատել էր Նազենիկը եւ իսկապես էլ բարի ժամանակ կարծեք թե հատկապես Տրթատին դուր գալու համար Նազենիկը ցուցադրում է իր բոլոր շնորհները, իր բոլոր նազանքները, կանացի բոլոր հրապույրները, այնքան որ այլևս չի կարողանում այդ գեղեցկության հանդեպ իրեն զսպել եւ հարգել յուրընկալության տարրական կանոնները։ Դրա համար էլ ահա տեսեք, դիմում են բարեկամին, շնյաց Բաքուր իշխանին, որը բարեկամաբար էր ընդունել Տրթատին, եւ նրա հյուրընկալությունը, հյուրասիրությունը իսկապես արվում էր անկեղծորեն ի սրտե, եւ ինչ է անում, ինչ է ասում, նահապետ, ով է պսավ Վարդցակն այս լուսաստինք, տեսեք, ինչպես է բառը ընդգծում գեղեցկությունը, լուսաստինք, Վարդցակը լուսաստինք, եթե աստղիկն երկնի մեջ, օրմը վահագնի հանցներ զինք, եւ եթե ասում է սերմերը լինեին հանց աստղեր, հազիվ թե նման գեղեցկություն ստեղծվեր։ Եթե ասում է չես ուզում, որ մենք անենք քեն ու վեճ, արշալույսին թող մեկնիմ արշալույսն այս գրկիս մեջ։ Արշալույսին թող մեկնիմ արշալույսն այս գրկիս մեջ։ Իհարկե, Բաքուր իշխանը չէր զիջելու Վարդցակի գեղեցկությունը, Վարդցակին, իր հյուրին, եւ բացատրում են նրան, սկզբում մեղմորեն, որ իր նիզակով են նվաճել, անկարելի է նրա խնդիրը կամ պահանջը, եւ այդ ընթացքում արհամարում է Տրթատը Բաքուրի հորդորը եւ պարելու ժամանակ հենց բռնում է Նազենիկի բազուկից ու նստեցնում իր ծնկին, ծնկան վրա նստեցնելով նրան գինի է խմեցնում, հետո իսկապես էլ ստեղծվում է մի մթնոլորտ, որտեղ բոլոր կոչնականները արդեն արյան հոտ էին առնում, զգում էին, որ փրթելու է, պորտկալու է մի խայտարակ կռիվ, եւ իրոք այդպես ահա մի սկուտեղ, որ մրգերով էր բեռնված, սեղանից վերցնում է
տրթատը եւ նետում Բաքուրի ուղղությամբ ուղիղ նրա ճակատին, բայց բարեբախտաբար ճակատին դիպչելու փոխարեն ականջն է կտրում եւ ականջից արյունը հոսում էր, ինչպես գինեն էր հոսում գավաթներում կամ կժերից լցվում գավաթները։ Արդեն կռիվը պատրաստ էր, բայց հատեսեք որ տրթատի ծնկներին նստած Նազենիկը, որին համբուրում էր տրթատը իր լիաբուրն շրթունքներով, նրա շրթունքներն իր բերանն առած, հանկարծ լսում է, որ Նազենիկն ասում է, թե ինձ տար այստեղից, որովհետև հետո ես պիտի հատուցեմ, հետո իմ կյանքը այս տան մեջ, այս պալատի մեջ կդառնա թժոխային, ես պիտի հատուցեմ ամեն ինչի համար, տար ինձ հեռու այստեղից։ Եվ այդ ժամանակ է, որ պայմանավորվում են լուսադերի հետ միասին պատրաստ պիտի լինեին միասին փախչելու։ Եվ իրոք խնջույքը ցրվում է, մարդիկ հեռանում են, տագնապահար, սարսափահար, ինքը տրթատնել է հեռանում եւ լուսադեմին իսկապես ձիու առաջին խրխինջի հետ արթնացած եւ պատրաստ Նազենիկը ցատկում է թարքին եւ տրթատը իր ձիով փոխանակ արդեն Մարաստան գնալու հետ է դառնում դեպի Շիրակ։ Եվ տեսեք, թե այս միտքը ինչպես է օգտագործվել հետագա հայ գրականության մեջ։ Սիամանթո եւ Խճեզարե պոեմում համանման մի դրվագ ներկայացնում է Հովանես Շիրազը, ներկայացնելով, պատկերելով, թե ինչպես է ժամանակ Քաջարի Սիամանթոն փախցնում Խճեզարեին եւ ձիու վրա նստած փախցնում են նրան Զարեվ բեգից ու մյուս հարսանքավորների հետապնդումից եւ իրավիճակների նմանություն կա եւ այնպես էր վարում դեպի Սիփան Սարնի վեր առանց ետ նայելու, քանզի ասում է կյանքում, սա Շիրազի պատկերն է արդեն, քանզի ասում է կյանքից ինչ որ կուզեր իր գրքի մեջն էր արդեն։ Եվ իրոք փախցնելու արարողությունը Նազենիկին փախցնելու արարողությունը կարագրել է իրեն բնորոշ գեղարվեստական հզոր պատկերներով, ամեն բառ կարծես թե մի ինքնուրույն պատկեր է, ամեն պատկեր ստեղծում է իրավիճակի մի տպավորիչ նկարագրություն, անմոռաց եւ տպավորիչ նկարագրություն։ Արդեն բերած օրինակները ձեզ հուշում են, որ հենց այդպես է Վարուժանի արվեստը այստեղ հասել է իրոք գագաթնակետին։ Եվ քիչ առաջ հիշեցինք Հակոբ Օշականի անունը 1936 թվականին, երբ որ Օշականը կարդում է Շիրազի նոր լույս տեսած Սիամանթո եւ Խճեզարե պոեմը, որ ինչ խոսք ներշնչված է նաև Վարուժանի հարճը պոեմից, Շիրազի ոգեշնչման աղբյուրներից մեկն էլ հենց սա է եղել, գրական աղբյուրը։ Եվ պատահական չէ, որ Հակոբ Օշականն նախ հոդվածը վերնագրել է 1000 տող, 1000 վարդ, 1000 գոհար, այսինքն մոտ 1000 տող էր Սիամանթո Խճեզարե պոեմի առաջին տարբերակը, Հակոբ Օշականի ընթերցումից հետո գնահատությունը այս էր 1000 տող, 1000 վարդ, 1000 գոհար, բայց ավելացնում է Օշականը, եւ օրը եթե արևելահայ գեղչուկ պարզությունը, փակագծերում գրում է Իսահակյան, եւ արևելահայ շքեղ պատկերավորությունը Վարուժան, փակագծում, օրը
իրարու միանան, իրականացնողը այս տղան պիտի ըլլա։ Այ տեսեք ապագայի ինչ գուշակություն սփյուռքահայ մեծ քննադատի, մեծ գրականագետի կողմից։ Հիմա դառնանք Վարուժանին, դառնանք հարճը պոեմին։ Իրոք, պատկերացրեք երանության մի պահ, քանզի կյանքում ինչ որ կուզեր իր գրքի մեջ էր արդեն։ Այս զգացողությամբ է փախչում Շիրակ, որովհետև այլևս Մարաստան գնալու պետք չուներ։ Կյանքից ինչ որ ուզում էր իր գրքի մեջ էր արդեն։ Եվ արդեն այդ խնջույքի ժամանակ էլ հայտնի է դառնում կոչնականներից, այսինքն հրավիրյալներից մեկը ասում է, թե ինչպես է Տիրան արքան Մասիսի լանջերին որսի ժամանակ բքախեղտ եղել եւ թագն է միայն ձյուներից դուրս մնացել։ Եվ այն ժամանակներից էլ անմիաբանության պետական մտածողություն չունեցող մարդիկ իսկապես էլ ավելի են սրել իրավիճակը ու թուլացրել հայոց պետականությունը։ Եվ տեսեք գավաթ են բարձրացնում Բաքուր իշխանի խնջույքի ժամանակ կոչնականները, նաև Տրթատը խմենք ասում է թավալումն Արշակունի գահերուն։ Արշակունի գահերը կորցրինք մեր ինքնությունը, կորցրինք մեր պետականությունը, թուլացրինք մեզ եւ մեզ մատնեցինք մեր ողերին թշնամիներին, այնպես որ պետականության ամրությունը շատ կարևոր խնդիր է եւ Վարուժանը հենց սա է ակնարկում, որ այսօր եթե պետականություն չունենք, պատճառն այն է, որ Արշակունի գահերը ժողովրդի կողմից չպաշտպանվեցին, ընդհակառակը Սուրմակ արտկեցու գլխավորությամբ հայ նախարարների եւ հոգեվորականների մի խումբ մեկնում է Պարսկաստան եւ նույնիսկ հրավիրում է Ներսես կաթողիկոսին, որ միանա իրենց դավադիրների խմբին եւ գնան Պարսից Վռամ արքային խնդրեն, որ վերացնի հայոց թագավորությունը, գահնկեց անի Արտաշես երրորդ կամ Արտաշիր թագավորին, որը պետությունը ղեկավարելու փոխարեն զբաղված էր խնջույքներով եւ անառակությամբ, վերացնի Արտաշիր արքային եւ տեղը նշանակի Պարսիկ կառավարիչ։ Այ հենց այդ արարքով է, որ ստեղծվում է մարզբանության շրջանը հայրականության մեջ։ Հայ թագավորի փոխարեն Արևելյան Հայաստանը կառավարում է Պարսիկ մարզբան, Սուրեն մարզբանը նախ եւ առաջ։ Եվ հետո այս ժամանակ է, որ Ներսես կաթողիկոսը եւ Սահակ Պարթևը հրաժարվում են միանալ դավադիրներին, իսկական դավաճաններին եւ ասում են, թե այդպիսով դուք մեր հիվանդ ոչխարը ուզում եք փոխարինել թշնամու առողջ գազանով, որի առողջությունն անգամ մեծ վտանգ է մեր պետականության եւ մեր ժողովրդի համար։ Խորենացու այս մտայնությունը տեսեք ինչպես է ընկալել Վարուժանը եւ ինչպես է ներկայացրել նոր սերունդներին եւ ինչքան է դա արդիական նույնիսկ այսօրվա համար։ Պետականությունը, այո, մեր ազգային ինքնության պաշտպանն է գլխավոր։ Եվ սա է Խորենացու Վարուժանի գեղարվեստական խոսքի խորհուրդը։ Մյուս կողմից նկատենք մի ուրիշ բան։ Հենց այս փախուստի ժամանակ ճիշտ հեթանոս դարերի շքեղությունը, գեղեցկությունը, զորությունը, որովհետև տեսեք, ինչպես
Տրթատն էր սիրահարվել Նազենիկի մարմնական գեղեցկությանը, նրա շքեղ մազերի ծովին և նրա գեղեցկությունը արտացոլված է նաև խնջույքի պատկերում, այն խնջույքի, որտեղ իսկապես գեղեցկությունն է տիրում, որտեղ իսկական վայելքն է տիրում, և տեսեք, քուրմեր կան, հեթանոս քուրմեր, որոնք բագինին վրա մարմար վզան օձեր այրեցին բոցերուն հետ ծառացող, իսկ Նազենիկի աչքերի անդունդը ընկղմվողը իրեն պիտի զգար կատարյալ դրախտում, բայց ահա այդպես էլ Նազենիկն է սիրահարված Տրթատին և իր անձը նվիրում է հենց Տրթատին, որովհետև ինքը այլևս Բաքուրի պալատում մնալու հնարավորություն չուներ։ Եվ այդ փախուստի ժամանակ է, որ նկարագրում է հեթանոս ասպետներին և հակադրում նոր ժամանակների երիտասարդությանը։ Ինչով են տարբեր հեթանոս ասպետները։ Նրանով, որ պաշտում էին գեղեցիկը, որ պաշտում էին ուժը, և այդ ուժի և գեղեցկության պաշտամունքն էր նրանց վեհացնում, նրանց բարձրացնում։ Այդտեղ, այդ ժամանակներում սերը գինիի նման անկեղծ էր և նվիրվում էր ի սրտե և ոչ թե վաճառվում, ինչպես նոր ժամանակներում, սերը վաճառվում է ինչպես մի գավաթ Մյունիխի գարեջուր։ Եվ եթե պատահաբար այսօրվա երիտասարդները հանդիպեն հին ասպետների բազուկի ոսկորներին, հողի տակ փտած, ճերմկած, պիտի սարսափեն, ասելով, թե հին ժամանակներում այսինչ հսկաներ են ապրել։ Ուրեմն հսկայությունը, ուժը և գեղեցկությունը համադրվում են միևնույն գեղարվեստական ստեղծագործության մեջ, դառնում են գեղագիտական խնդիր, որ առաջադրում էր Դանիել Վարուժանը և առհասարակ հեթանոսական շարժման մասնակիցները իրենց սերունդների ընթերցողներին, իրենց և հաջորդների։ Ահա փախցնում է Նազենիկին և բարձ է, որ Բաքուրի մարդիկ նրա իսկ գլխավորությամբ հետապնդում են փախստականներին։ Պատկերացրեք Սյունիքից գալիս հասնում է մինչև Շիրակի սահմանները, արդեն հուսահատված, որ հասում են Շիրակ, հետապնդողները վերջին հուսահատ նետ են արձակում, Բաքուրն է արձակում, և այդ նետը դառնում է ճակատագրական։ Իր գրկի մեջ իր ուրախությունն ու երջանկությունը պահած, ամփոփած Տրթատը չի էլ զգում, թե արձակված նետը խրվել է, մխրճվել է Նազենիկի ծոծրակը։ Բայց Վարուժանը, տեսեք, էլի գեղեցկությունն ընդգծելու համար, կարծեք թե ստեղծում է հաջորդ պատկերը. 3 անգամ սրսփած, զարնված աղվոր աղավնին, 3 անգամ սրսփած, չուզելով տալ իր հոգին, և նրա մահը Տրթատեսը չզգաց, ասում է Վարուժանը, ու երբ որ սառած ոտքով Նազենիկը հարվածում է ձիու կողերին, արդեն անշնչացած Նազենիկը սառած ոտքով ընթացքի գնացքի մեջ հարվածում է ձիու կողերին, ձին է զգում մահը, և Տրթատը, որ առհասարակ թուլության, արցունքի հակառակորդ էր ու թշնամի,
Հիմա ինքը սպանված գեղեցկության առջև երեխայի նման հոնքուր լաց է լինում։ Իհարկե իջևանատան կողքին մի չորացած բարդի կար, կայծակից չորացած բարդի։ Այս բարդու տակ փորում է հողը, ամփոփում է Նազենիկի մարմինը, եւ Նազենիկի մարմինը իր ամբողջ կենսահյութը հանձնում է հողին, եւ դրանով չորացած բարդին սկսում է կանաչել, սկսում են ճյուղերը բողբոջել, եւ հետո ասում են, թե այդ վարձակի ոգին, գեղեցկության ոգին, այդ բարդու մեջ ապրեցավ գրեթե դարմը ամբողջ, լուսինկային ժպտեցավ, ծոծրակին վերքը տվավ ցույց, հովերուն հետ պար եկավ, բամբիրներն իր հնչեցուց։ Ահա գեղեցկության պատկերը, գեղեցկություն, որ մարդիկ կործանում են, բայց այդ գեղեցկությունը հավերժորեն ապրում է բնության մեջ։ Ճիշտ նույնպիսի ավարտ ունի Թումանյանի անուշ պոեմը։ Չէ՞ որ համբարձման գիշեր, են դյութիչ գիշեր, կա հրաշալի թովիչ մի վարկյան, բացվում են կապույտ երկնքի դռներ, ներքև պապանձվում լռում ամեն բան, են վեհ վարկենին չքնաղ գիշերի, անմուրազ մեռած սիրահարների աստղերը թռած իրար են գալիս կարոտով մի հեղ համբուրվում աշխարից հեռու լազուր կամարում։ Այդպես էլ ահա Նազենիկի գեղեցկությունը գրեթե դարմը ամբողջ ապրում են նրա մահից հետո։ Հիմա եթե մենք վերադառնանք Գողգոթայի ծաղիկներ շարքին, ապա պիտի տեսնենք, որ այս շարքի բնաբանն է Փառք Սարբինային Քրիստոս կպատարակե։ Քրիստոս կպատարակե, իսկ պատարակ նշանակում է զոհաբերություն։ Նարեկացին էլ է ասում, չէ, ընդունիր հյուսվածքն այս աղիողորմ եւ այլն, որպես անարյուն զոհաբերություն։ Պատարակը հենց անարյուն զոհաբերությունն է։ Դրա համար էլ Վարուժանը գրել է Քրիստոս կպատարակե։ Քրիստոսը հենց այդ անարյուն զոհաբերությունն է մատուցում։ Նոր ժամանակների բամբորության կյանքը հենց այդպիսի Քրիստոսի տանջանքների, չարչարանքների մի ամբողջական շղթա է։ Եվ այդ շղթայում տանջվում են բանվորները, որոնք իրենց երիտասարդությունը, իրենց հոգու ճառագայթները տվել են վիշապ մեքենաներին գործատան մեջ։ Այդ աշխարհում բանվորուհին դատապարտված է թոքախտով տառապելու։ Ամեն անգամ պատոհանից տակեն, ասում է Վարուժանը, կանցնի բանվորուհին հազալով, եւ նրա հազը ցնցում է ամբողջ փողոցը, գիշերային լռության մեջ արթնացնում բոլոր քնածներին։ Եվ մարդասիրության այն պատգամախոսությունը, որ Վարուժանն է բերում, ուղղում բանվորուհուն, երանի թե ասում է, կարողանայի ամեն ինչ տալ քեզ ազգանունս, իսկ սա պարզապես նշանակում է ամուսին լինել նրան, հենակ ու նեցուկ լինել կյանքում, որ դուն ալ գործատուն չերթաս եւ այդ հազդ նորից չլսվի։ Բայց ահա տեսեք, մեռնող բանվորը անօգնական, անտեր,
հերավոր պանդխտության մեջ մի տնակում փոքրիկ մի տնակ, որ նույնիսկ ենթակա է քամու ցնցումներին, քամին կորնա ու տնակն իր հիմերեն կցնցե որպես ահեղ դամբարան, ուրեմն բամբուրի տնակը դամբարան, ծյուրախտավոր բանվորմը հոն կմեռնի մազկրինչ ու սև կատուն կմլավե ճանկրտելով շեմքը դրան։ Ձիերը, կատուները ավելի շուտ են զգում մահը, քան մարդիկ։ Դե ինչպես է, իմ բացատրելու բանը չէ։ Բայց նրանք զգում են, ես փաստն եմ արձանագրում։ Կատուն զգացել է, որ ներսում հիվանդ, անօգնական, անտեր բամբորը մեռնում է և ճանկրտում է շեմքը դրան։ Գործատան մեջ անթողեց ճառագայթներն հոգին։ Իր մարմնի միսերը փերթ տվավ վիշապ մեքենաներուն, իր ուղեղով, իր մարմնի յուղով օծեց դազգաղների ակրաները, ատամնավոր անիվները, ակրանները, իր մարմնի յուղով օծեց, իզուր գարուն երազեց, և խոտերուն մեջ դալար կաղնիացումն հասակին, իզուր փորձեց երկարել, իզուր փորձեց շրթունքներն իր երկարել աղբյուրներու ջինջ ակին, արևի տեղ դալկություն, շուշանների տեղ մրուր պսակեցին ճակատն իր, սիրո երքի փոխարեն եկավ շուրթերուն վրա փրփրիլ հրատապ հազմը կարմիր։ Այդ թոքախտավորի հազը, հրատապ կարմիր հազը։ Այսպիսիք են անարդար իրականության զոհերը, բայց Դանիել Վարուժանը հավատացած է, որ աշխարհը միշտ այդպես անարդար չի մնա։ Լինելու են բանվորների համերաշխության դրսևորումներ, առհասարակ աշխատավորության համերաշխության դրսևորումներ և արդեն դադար բանաստեղծության մեջ, մայիս 1 բանաստեղծության մեջ, մայիս 1-ը որ աշխատավորների միջազգային համերաշխության օրն էր և մի ժամանակ խորհրդային երկրում մենք էլ էինք տոնում։ Հիմա այդ բանաստեղծություններում Վարուժանը այն գաղափարը, այն միտքն է զարգացնում, թե պիտի աշխարհը ըլլա նորոգված ու գեղեցիկ և արժանի պիտ ըլլա արևին շուրջ դառնալուն։ Այսինքն երկրագունդը արժանի պիտի լինի արևի շուրջ դառնալուն։ Իհարկե, Դանիել Վարուժանի բանաստեղծական վերջին գիրքը, որ վերնագրված էր Հացին երգը, Վարուժանի ողջության օրոք լույս չտեսավ։ 14 թվին այն գրեթե պատրաստ էր։ Ինքը չհասցրեց տպագրել այդ գիրքը, չհասցրեց նույնիսկ ամբողջացնել, որովհետև նրա ստեղծագործական ծրագիրը, հենց սա, այդ ստեղծագործական ծրագրի հրապարակումը և գիտական նկարագրությունը հենց պրոֆեսոր Վազգեն Գաբրելյանն է կատարել և նրան ենք պարտական այս տեղեկությունների լիարժեք իմացության համար։ 14 թիվ սկսված համաշխարհային պատերազմ, բայց Դանիել Վարուժանը հենց աշխարհը
արևի շուրջ դառնալու արժանի համարելու նպատակով էլ ուզում է ստեղծել աշխատանքի եւ ուժի մարդկային սիրո ներաշխարի հարստության գեղեցկության պատկեր։ Դարի բարոյական այլանդակություններին, հոգևոր ստրկությանը, թաքուն բոզացումներուն, ինչպես Վարուժանն էր բանաձևում, երբ որ նա նկարագրում է ծովափնյա Վենետիկը հեթանոս երգերում, երբ որ նա ներկայացնում է սադուրնական տոները, ինչպես է երեկոյան մթնշաղին քաղաքը վառում իր բազմաստեղնյան ջահերը գոհարազարդ բոզի պես, սա դառնում է իրոք դարի բնութագիր, դարի նկարագրություն։ Հիմա արդեն հացին երգը բոլորովին ուրիշ ծրագիր է, ու դուք տեսեք, աստիճանական զարգացման ընթացքի մեջ է բանաստեղծ Դանիել Վարուժանը եւ երբեք մի նվաճման բարձունքի վրա չի կանգնում, ուզում է նվաճել արվեստի ասպարեզում նորանոր գագաթներ։ Այս անգամ հացին երգը գրքով նա բերում էր խաղաղ աշխատանքի, անարյան մակարումով աշխարհը գեղեցկացնելու պոեզիան։ Այս շքեղությունն էր ուզում աշխարհ բերել, գրելով հացին երգը գիրքը։ Քիչ առաջ հիշած այդ ծրագրում պարզվել է, որ 7 բանաստեղծություն, որ եղել է ծրագրում, չի գրվել։ Եվ հատկապես հենց հացին երգը վերնագիրը կա, բայց բանաստեղծությունը չկա։ Կան եւ վերնագիր ունեցող, բայց իրան ու մարմին չունեցող ուրիշ բանաստեղծություններ։ Այս ամենը 1921 թվականին է հրատարակվել 7 տարի հետո, Վարուժանի մահից 6 տարի հետո։ Բարեբախտաբար պահպանվել էին հացին երգի ձեռագրերը։ Իհարկե, Վարուժանն իր հետ տարավ նաև մյուս ստեղծագործական ծրագրերը, գինիին երգը։ Գինու երգը վերնագրով 60-ական թվականներին մի գիրք հրատարակեց բանաստեղծ Վահագն Դավթյանը, փորձելով ճակերտված իրականացնել այն, ինչ չէր հասցրել Վարուժանը կատարել կյանքում։ Այնտեղ էլ կան իսկապես շքեղ հետաքրքիր պատկերներ։ Եզան գանգը գավաթ արած խմում էինք ու մտորում։ Իհարկե, գինու, խրախճանքի, խնջույքի այս պատկերները, տեսարանները, որ հետագայում հայ գրականության մեջ ունեցան վերարձարծումներ, անշուշտ Դանիել Վարուժանի ազդեցությամբ են ստեղծվել։ Եվ հիմա էլ Վարուժանը ծրագրել էր ստեղծել հացի արարման ամբողջ այդ գեղեցիկ աշխատության գործընթացը ներկայացնելու խնդիրը, այդ հաճույքը ուզում էր ինքը վայելել, բայց կիսատ մնաց թուրքական ոչրագործության պատճառով։ Հայկական համամարտկայնությունը հենց այս գրքի մեջ էր դրսևորվելու։ Հայ մարդու հողի մշակի աշխատատար գործունեությունը, հացի ստեղծման ամբողջ գործընթացը, որ սկիզբ է առնում գարնան ցնհալի ժամանակներից, երբ որ հողը պիտի վարեն մշակները, եւ այդ մշակները հարգիկ պիտի անեն, հետո ցամ պիտի անեն, հետո տափան պիտի անեն։ Հաղթահարսակ մշակը բուր առ բուր ցորենը պիտի ցանի հողի մեջ,
Եթե հատն ցորենո անկյալ իհերգիր մերանի, եթե չմերանի, միայն ինքն կա, իսկ եթե մերանի, բազում արդյունս առնե։ Աստվածաշնչյան այս պատգամախոսությունը բոլորիդ հայտնի է իհարկե։ Քահանաներն ամեն ուրախ եւ տխուր առիթներով հիշում են սա։ Հիմա Վարուժանը ինքն էլ, տեսեք, ցան, սերմնացանը, ցանում է վարած հողը, ընկալում է սերմերը, որպեսզի այդ սերմերը, թռչունները չոչնչացնեն, չէ՞ որ սերմը կարող է դառնալ թռչունների կեր, անում են տափան։ Տեսեք, հացի արարման գործընթացում բոլոր գյուղատնտեսական աշխատանքները ներկայացվում են առանձին բանաստեղծություններով։ Հետո գարնան անձրև պիտի գա։ Խոնավություն է պետք, որպեսզի ցանված ցորենը ծիլ դառնա, բերք տա։ Գարնան անձրևին բնականաբար հաջորդում են առաջին ծիլեր։ Զեղուն ավիշը հողերուն տակ պայթեցրեց հունդերն։ Այս գիշեր արտերս են ծլեր լուսինկային տակ գարնան լուսինկայի տակ արտերը ծլել են։ Այս ծիլերը պիտի մեծանան, փարթամանան, հասունանան, ծովի պես պիտի ծփան, եւ Վարուժանի հաջորդ բանաստեղծությունն էլ հենց Ցորյանի ծովեր է կոչվում։ Հովեր կանցնին ու Ցորյաններս հուշիկ կարթնան, իրենց խորքեն կհոսե դողման սաղման, գեղադալար կողերն ի վար բլուրին ծովեր կանցնին։ Ձևի կատարելության եւ բովանդակության խորության այսպիսի բանաստեղծություն քիչ է գրվել ոչ միայն հայ գրականության մեջ։ Հետո այնպես է կանաչել արտը, որ պիտի հոն արածող ուլը խեղդի։ Հետո կալերեն գյուղեն մինչև աղորիկ ծովեր կանցնին։ Այսինքն ամբողջ Մշակովի հողատարածքը կալերեն գյուղեն մինչև աղորիկ, մինչև ջրաղաց ծովեր կանցնին։ Եվ պարզ չի, որ ցորենի արտը պիտի հասունանա, պիտի դառնա ոսկեգույն։ Արտս ոսկուն է, նման բոցերուն, ցորենն է բռնկեր առանց այրելու։ Չի այրվում ցորենի բոցը, բայց բռնկված է։ Եվ գալիս է հնձի ժամանակը։ Հունձը շոգ ամռանն է կատարվում, բայց ցերեկվա շոգին դժվար է հունձ կատարելը։ Այս պատճառով է, որ սովորաբար ժամանակին մանգաղով կամ գերանդիով հունձ կատարում էին գիշերները լուսինկայի լույսի տակ։ Եվ այս գործընթացն էլ, այսինքն հացի արարման այս մի դրվագն էլ ներկայացվում է հունձ կժողվեմ բանաստեղծության մեջ։ Հունձ բանաստեղծության մեջ երկու բանաստեղծություն կա՝ հունձք եւ հունձ կժողվեմ։ Հունձքը ներկայացնում է բերի արդեն հասունացած արտը, որ աշխատավոր մարդու հույսն է, գեղեցկության հույսն է։ Իդեպ ասեմ ձեզ, որ Վարուժանը հացին երգը ստեղծելիս, այս բանաստեղծությունները ստեղծելիս, միշտ աչքի առաջ է ունեցել մեր ժողովրդական աշխատանքային երգերը։ Աչքի առաջ է ունեցել հին հունական
դասական անտիկ շրջանից Հեսիոդոսի աշխատանք եւ օրերը, Վիրգիլիոսի մշակականքը կամ գեորգիկաները։ Երվանդոյանը տեսեք ինչպիսի հեգնանքով է ներկայացրել իր հերոսին, Աբու Խամիսի կոչված հերոսին, խեղճ Աբու Խամիսի աշխարհի ամենեն դժբախտ մարդն էր, որովհետև չէր կարդացած Վիրգիլիոսի մշակականքը, ուր կսվի վաշ երջանիկ մշակած։ Ահա մշակների երջանկության պաշտամունքը եւ փառաբանությունը նրանց երջանիկ, արարող, ստեղծող համարելու ավանդույթը գալիս է հնագույն քաղաքակրթության ժամանակներից։ Հին Հունաստանից է գալիս, Հռոմից է գալիս է հին Հայաստանից մեր աշխատանքային երկերից։ Եվ Վարուժանն ահա տեսեք ինքն էլ լինելով հենց ժողովրդի գրկում, ժողովրդի մեջ, իհարկե քաղաքից վերադառնալով գյուղ, նամակներում մենք տեսնում ենք վկայություններ հենց Վարուժանի կողմից, թե ինչքան է կարոտել գյուղը, ինչպես է կարոտել գյուղացիական աշխատանքները, ուզում է վերադառնալ սվազ, ուզում է վերադառնալ գյուղաշխար, որտեղ հաղթահասակ մշակն աշխատում է, իհարկե բռնադատությունից, թուրք քրդական հարձակումներից զերծ ազատ միջավայր էր պահանջում Վարուժանը։ Եվ հենց այստեղ էլ հունց կժողվեն բանաստեղծության մեջ մենք տեսնում ենք հենց ժողովրդական երգամտածողության, բանաստեղծական մտածողության, աշխատավոր մարդու հոգևոր աշխարհը ներկայացնող, նրա զգացմունքների ամբողջ համակարգը ներկայացնող մի մեծ գեղարվեստական աշխարհ։ Հունց կժողվեմ մանգաղով, լուսնակը յարս է։ Հիշում եք չէ, որ ասացի, հնձում էին գիշերով, որպեսզի գիշերվա զովը հնարավոր դարձներ աշխատելը։ Իսկ այստեղ լուսնակը յարս է, յարը պարզապես ընկեր է նշանակում։ Լուսնակը յարս է։ Ակոս ման գալով սիրածս հարս է։ Այդ տեսեք սիրածս հարս է։ Նշանակում է լուսնակը յարս է, լուսնակը ընկերն է, սիրածը հարսն է։ Գլխե բաց եմ ու բոբիկ, անուշ են հովեր, արտերուն մեջ թափառիկ մազերն են ծովեր։ Չորեն կակաչ կարոտով կակավը կուլա, կապեցին մեկ նարոտով, ձերքերն են հինա։ Քանի խրցեր շաղելով, Վարդենին թաց է, ես կապեցի խաղերով, ծոցիկը բաց է, արտս խոզանով մնաց, կերթա լուսնյակը, դեզերով լեր եմ շինած, սիրտս է կրակը։ Այս պատկերը հատկապես ուշադրության արժանի է, տեսեք ինչու, դեզերով լեր եմ շինած, հնձած ցորենը, խրցեր են կպում, բարդոց են ստեղծում, և շարում են արտի եզրին կամ արտի մեջ, դեզերով լեր եմ շինած, սիրտս է կրակը, մանգաղս քարին եկավ, յարս յար ունի, քարեն լորիկը թռավ, լերթս կարյունի։ Ահա աշխատավոր մարդու հոգեկան դրաման, բայց մարդը աշխատելով հենց գեղեցկացնում է կյանքը, շարունակվում է հացին երգը, շարունակվում է, որ այդ հնձած ցորենը հետո պիտի սայլերով դեպի կալ տարվեն, կալատեղ տարվեն, կալատեղերում
Պիտի իսկապես որ էժնեն ցորենը տրորելով հասկերը եւ դարմանը առանձնացնելով հետո բարձ է սա էլ է գյուղացիական աշխատանք գյուղատնտեսական աշխատանք կամ ներք բանաստեղծությունը հենց սրա համար է գրվել ինչպես է կամ քշողը իր եզների կամ ձիու հետ միասին ինչպես է երկելով կամը քշում իսկ կամը այն գործիքներ որի ներքևի մասում ստորին մասում ամրացված են սուր քարեր ասենք օբսիդիան ապակու կտորներ երկաթյա կտորներ հենց սրանց միջոցով է որ ցորենի հասկերը տրորվում են եւ ցորենը ու ցորենն ու նրա ցողունը առանձնացնում են դարմանն առանձնացնում են դուք անշուշտ հիշում եք հարդը գնում է ցորենն է մնում երբ որ քամուն են տալիս էրան են անում քամին թեթև հարդը մի կողմ է տանում բայց ցորենը քանի որ ծանր է հարդից ընկնում է գետին դառնում է շեղջ դառնում է շեղջակույտ եւ այս ցորենն է որ լցնում են պարկերը ջվալները եւ տեղափոխում են տուն կամ տանում են աղորիկ սայլերով դառնում է ալյուրը դառնում է հաց եւ դրվում է սեղանին գուցե այսօր բավարարվենք այսքանով Սիրելի դիտալսողներ կարծում եմ այս բացատրությունները ձեզ կկողմնորոշեն Դանիել Վարուժան ճիշտ ընթերցելու եւ ճիշտ ընկալելու ուղղությամբ Հուսով եմ որ դուք բոլորդ առողջ եք լավ եք տրամադրված այս արտակարգ իրավիճակի ժամկետը լրանալուն պես բոլորս առողջ մեր բնական կյանքին վերադառնալու հույսը փայփայում ենք սպասում ենք դրան իսկ մեր հաջորդ հանդիպման ժամանակ կներկայացնենք հավանաբար կամ սիամանթոին կներկայացնենք կամ առանձարին այս երկուսից մեկը եւ քանի որ մեր դասը լինելու է երեքշաբթի օրը երեքշաբթի առավոտ 9:30 հնարավոր է որ արդեն սկսված նախապաշտպանությունների ավարտական աշխատանքների պետական քննությունների եւ այլ պատճառներով մենք հանդիպելու հնարավորություններ քիչ ունենանք այդ պատճառով մեր մնացած հանդիպումներում ես պիտի գոնե ամեն հանդիպանը մի հեղինակին ներկայացնեմ որ կարողանանք մեր ծրագիրը ավարտել համբերություն բոլորիդ մինչև երեքշաբթի օրը այդ օրը ես արդեն որոշած կլինեմ թե որ հեղինակին եմ ձեզ ներկայացնելու շնորհակալություն ունկնդրելու համար համբերություն ձեզ հաջողություն ձեզ եւ մեր ամբողջ ժողովրդին